Գների աճի տեմպերի դանդաղման միտումներ է արձանագրվել անշարժ գույքի շուկայում։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման եւ անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղում կարող է արձանագրվել։ Կենտրոնական դրամատան ղեկավարն է գնահատում. Շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման եւ հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Այս օրերին $1 գնվում է 382 դրամով, վաճառվում 385-ից 386 դրամով։ Որքան ժամանակ դեռ դոլարը արժեզրկված կմնա եւ արդյոք այս պատկերից տնտեսվարողները տուժում են։ Երկրի գլխավոր դրամատան ղեկավարը փորձեց ապացուցել, որ ոչ, հակառակը դրամն արժեզրկվում է։ Մարտին Գալստյանը սկսեց ռուսական ռուբլու փոխարժեքից, տեղեկացնելով, որ այն տարվա ընթացքում արժևորվել է։ Առևտրային բանկեր կան, որ 1 ռուբլին վաճառում են մինչև 5 եւ մի քիչ ավելի դրամով։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում այնուամենայնիվ գնաճը դեռևս շարունակում է մնալ ավելի բարձր, քան Հայաստանում։ Այդ երկու գործոնների ազդեցության ներքո մենք հասկանում ենք, որ հայկական դրամը ըստ էության որոշակի արժեզրկված վիճակում է ռուսական ռուբլու նկատմամբ։ Նույնը նաև կարելի է դիտարկել եվրո-գոտու հետ կապված, եվրոյի հետ փոխարժեքը տարվա սկզբից, եթե ես չեմ սխալվում, 1.04-ից թե 1.05-ից դոլարի նկատմամբ այս պայդրությամբ 1.14 է, այսինքն որոշակի ուժեղացել է, այդ պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացմամբ, որոշակի կապիտալ ենթադրաբար Ամերիկայի Միացյալ Նահանգներից արտահոսում է դեպի եվրագոտի երկրորդ ամենազարգացած ֆինանսական շուկա ունեցող ռեգիոնը։ Ու այդ պարագայում հայկական դրամի թվացյալ ամերիկյան դոլարի նկատմամբ նոմինալ փոխարժեքի անփոփոխ մակարդակը չի արտացոլում այն ամբողջական պատկերը, որը որ մենք ունենք։ Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամը արժեզրկվել է։ Եվ կենտրոնական բանկի նախագահը հաստատեց, որ այո, 3 ամսվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիների բանկային հաշիվներից գողություններ են կատարվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեպքերում ճնշող մեծամասնությունը կամ դարձել են խաբեության զոհ, կամ ինքնակամ տրամադրել են գաղտնի կոդերը։ Խաբեության հիմա նոր տեսակ կա, զանգահարում են, օրինակ ասում են բջջային օպերատորների մատակարարող ընկերությունից է որևէ մեկից, մենք ուզում ենք կարգաբերել ձեր 5G ցանցը, խնդրում ենք հիմա մի հատ հաղորդագրություն կգա ձեր հեռախոսի վրա, որպեսզի դուք արագ ավելի ինտերնետ ունենաք, խնդրում ենք սեղմեք դրա վրա, սեղմում են, հետո դրա միջոցով կոդն են վերցնում, կոդի միջոցով մուտք են գործում իրանց բանկային ծառայությունների application-ները, հավելվածները, ուտեղ արդեն ոչ մեկ չի կարող կանխարգելել որևէ բան։ Բանկային ոլորտում տեղի ունեցած խարդախությունների, ֆիշինգի բոլոր դեպքերն ըստ Մարտին Գալստյանի ուսումնասիրվել են, եւ եթե բանկի մեղավորությունն է եղել, ապա գլխավոր դրամատան ղեկավարի պնդմամբ քաղաքացիներից գողացված գումարը բանկերը միանգամից վերադարձրել են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։